Դասադուլ անելու կոչով այսօր ուսանողները տարբեր բուհերից հավաքվել էին պետական համալսարանի դիմաց։ Նրանք պահանջում էին անվավեր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ անտեսվել է իրենց ձայնը։ Կոչում անում բոլորիդ միանալ այս շարժմանը։ Շարժումը քաղաքականացված կոնկրետ ուղղվածություն չունի, պայքարը բոլորինս է։ Բոլորս լավ գիտենք, թե ով անցել այս ընտրությունների արդյունքում։ Խնդիրը նրանում չի, թե ով ինչ քաղաքական ուղղվածություն ունի։ Փաստը այն է, որ այս պայքարում հաղթել է ժողովուրդը, ընտրություններում հաղթել է ժողովուրդը, ու կոչ եմ անում բոլորիդ, որպես երիտասարդություն, որպես ուսանողներ, կանգնել ժողովրդի կողքին։ Ես ՀՀ քաղաքացի եմ ու ՀՀ քաղաքացու կողքին եմ, որովհետև ՀՀ քաղաքացին այսօր նմանավանդ երիտասարդը, որը կառուցում է իր երկրի ավական, ինքը արդար ընդվզում է անում, ես ստիպված իր կողքին եմ լինել, միշտ։ Պետք է հորդորեք իշխանությանը սահմանադրական երկրորդ կետով, որ իրանք հասկանան, որ իրանք ծառայում են ժողովրդին, եւ այսօր իրանք արարքը եւ վերևի մարմինները, որ խեղճացնում են եւ վախացնում են երիտասարդներին, դա ծառայել չի, դա վախացնել է, բայց մի բան հստակ իմացեք, որևէ մեկի վրա ճնշում չի եղել, որտեղ եթե ճնշում լիներ, երիտասարդները չեն գալ։ Ուսանողներից մի քանիսը նշեցին, որ երբ համալսարաններում իմացել են, որ իրենք միանում են դասադուլին, ճշտել են իրենց անուն, ազգանունները եւ սպառնացել հեռացնել իրենց։ Հարցել են իմ անազգանը, ով էր այդ աղջիկը, վերցել են մեր մատյանները եւ դեկանատից ասել են, որ նա կարող է խնդիրներ ունենալ, բայց ես իհարկե չեմ վախենում, ես ոչ մի հակասահմանադրական քայլ չեմ կատարում, ես չեմ վաճառվում, ես իմ ապագայի համար եմ պայքարում եւ իրավասի եւ կոչ եմ անում բոլորին, որ ոչ մի ուսանող չվախենա։ Պետական համալսարանից հետո ուսանողները շարժվեցին դեպի տնտեսագիտական եւ բժշկական համալսարաններ։ Այս երկու բուհերում դարպասները փակ էին, հարցին ինչու բուհի ուսանողներից ոմանք նշում էին, որ դասադուլ անող ուսանողները խանգարում են իրենց դասապրոցեսին։ Բժշկական համալսարանում երկու ուսանող մեր աչքի առջև բարձրացան դարպասի վրայով եւ ցատկեցին դուրս միանալով դասադուլ անող ուսանողներին։ Տղաներից մեկի գրպանից բջջային հեռախոսը ընկավ, ըստ երևույթին բուհի անվտանգության աշխատակիցներից մեկը վերցրեց այն եւ ասաց, որ ուսանողը այն կստանա միայն երբ գա իր սենյակ։ Դասադուլ վանկարկելով ուսանողները շարունակեցին շարժվել դեպի ագրարային համալսարան, որտեղ նրանց միացավ Ռաֆի Հովհաննիսյանը։ Համալսարանից մի քանի օր ուղղում են իջնել, յետորները փակ են, չեն թողնում, որ ուսանողները իջնեն։ Խնդրում եք բացեք դռները։ Դռները փակում եք, որ ինչ անեք։ Ուսանողների երթը շարունակվեց դեպի ճարտարագիտական համալսարան, այստեղ ուսանողների մի մասը մի քանի շարքով կանգնել էր համալսարանի դռների դիմացը, կարծես ընդդեմ դասադուլ անող ուսանողների։ Մենք քաղաքականացված բուհ չենք ու չենք ուզում մասնակցենք այս անիմաստ դասադուլին։ Իրենք չեն պատրաստվում մտնեն բուհ, բայց Իրանք չեն կարող մտնեն։ Խնդիրը դրանում չի։ Բայց դեպքում ինչ իմաստ ունի ձեր կանգնել այսպես Իհարկե, որպեսզի բոլորը հասկանան, որ մեզ համար մեկ է ամեն ինչ։ Դասը սովորեի, բայց ինձ խանգարում է։ Ես պետք է ինստիտուտը պահեմ, որ մարդիկ չկապեն ուսանողների դասից խանգարեն։ Ուսանողին ինչ է պետք դաս, ոչ տեսել։ Չունենք։ Մենք բացի կապ չունենք։ Սա բանտ չէ, դա բանտարկյալներ չեն, բայց բացային ազատություն այսօր հանցագործում
Հարցին ինչու են փակ համալսարանի դռները, ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը պատասխանեց. Ես անբարո եմ համարում այն, ինչ որ հայտարարում է դասադուլներ, մյուսներ եւ ուսանողներին կտրում են դասերից, տանում են իրենց քմահաճույքների բավարարման։ Լավ, իսկ գուցե ուսանողներ կային, ովքեր ուզում էին միանալ գալ դուրս, բայց դռները փակված էին։ Ուրեմն եկեք բռնությունը աչից ձախից նույն բռնությունն է։ Այս դռները միշտ բաց են լինեն։ Նոր ճիշտ ասած փակ էին։ Ներողություն։ Ուրեմն դուռը այս կողմից էլ հրելով բացել, այն կողմից էլ հրելով բացել նույն անբարոյականությունն է։ Մարդիկ դասի են, ինչու են եկել հրահեղում, ովքեր գիտեն կգնան, ովքեր կուզենան կգնան։ Այն դեպքում դուք պնդում եք, որ դռները բաց էին, բայց ճիշտ ասած ուսանողները դուրս եկան ու ասում էին, որ փակ է։ Այդ եմ ուզում հարցնեմ, ինչու էին փակել դռները։ Ուրեմն դռները միշտ բաց են պոլիտեխնիկի։ Եկեք! Ասեք թող բաց են, ո՞վ է ձեր դեմ փակ է դուռը։ Ուսանողների վերջնակետը կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր, որտեղ կրկին կոչեր հնչեցին չլեգիտիմացնել ընտրությունները։ Նրանք հավելեցին, որ դասադուլը առայժմ անժամկետ է, իրենց խոսքով մինչև իրենց հաղթանակ։